ՀԴՄ տուգանքը կարող է հասնել մինչև 10 միլիոն դրամի։ Ինչպես։ Պետական եկամուտների կոմիտեն շատ հաճախ իրականացնում է հսկիչ գնումներ, որի նպատակն է բացահայտելու այն տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ։ Դուք երբեք չեք տարանջատի այն հաճախորդին, ով նաև հանդիսանում է ՊԵԿ աշխատակիցը եւ որին ՀԴՄ չտրամադրելու համար դուք ենթարկվելու եք տուգանքի։ Տուգանքի չափը կազմում է 200,000 դրամ, ինչպես նաև նախորդ եռամսյակի ընդհանուր շրջանառության 0.5%-ի չափը, բայց ոչ ավելին, քան 10 միլիոն դրամը։ Տուգանքի հաշվարկը դիտարկենք օրինակի տեսքով։ Դիցուք դուք վաճառել եք ապրանք, որի արժեքը 1500 դրամ է եւ չեք տրամադրել ՀԴՄ կտրոն։ Ինչպես նաև նախորդ եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 18 միլիոն դրամ։ Այս դեպքում տուգանքը կկազմի 200,000 դրամ, գումարած նախորդ եռամսյակի 0.5%-ը, որը հավասար է 90,000 դրամի եւ տուգանքի ընդհանուր չափը կլինի 290,000 դրամ։ Այսպիսով 1500 դրամանոց ապրանք վաճառելու եւ դրա դիմաց ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում դուք կտուգանվեք 290,000 դրամ։